Մեծ պահքի 5-րդ կիրակին անիրավ դատավորի անուն է ստացել Ղուկասի ավետարանի 18-րդ գլխում հիշատակված անիրավ դատավորի եւ այրի կնոջ առակից, որ Հիսուս պատմեց մարդկանց։ Առակն այն մասին է, թե ինչպես անիրավության զոհ դարձած այրի կինը գիշեր ու զօր անձանձրույթ աղոթքով հասավ իր արդար դատին։ Ի վերջո դատավորը գլուխն ազատելու համար հանձն առավ լսել նրա խնդիրը, ասելով, թե Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, բայց քանի որ այս այրին նեղություն է տալիս ինձ, նրա դատը տեսնեմ, որպեսզի անվերջ մոտս գալով չանհանգստացնի ինձ։ Հիսուս ասում է. լսեցեք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը, իսկ Աստված արդարություն չի անի այն ծառաներին, որոնք գիշեր ու զօր աղաղակում են։ Այս կիրակին գալիս է եւս մեկ անգամ մեզ հորդորելու, որ մենք անդրադարձ ունենանք թե մեր կյանքի վրա, մեր ապրելակերպի վրա, այնպես էլ մեր աղոթքի վրա, որովհետև շատ ժամանակ մենք մեր աղոթները ուղղում ենք Աստծուն միայն խնդրելու համար, պահանջելու համար, սակայն աղոթքը առաջին հերթին մենք պետք է օգնենք մեր Տիրոջը Աստծուն փառաբանելու համար եւ այդ աղոթքի մեջ այս շրջանին հատկապես պետք է խնդրենք, որ Աստված մեզ ուժ տա, կարողություն տա, որպեսզի մենք էլ անառակ որդու օրինակով կարողանանք ճանաչել մեր սխալները, իրապես զղջալ այդ սխալների համար եւ նույն անառակ որդու նման հետ վերադառնանք մեր երկնավոր Հոր գիրկը, ով միշտ սպասում է իր զավակների վերադարձին։ Մարդիկ տարբեր խնդրանքներով դիմում են Աստծուն եւ հաճախ, երբ ակնկալածը չեն ստանում, դադարում են աղոթել, մտածելով, որ Աստված չի լսում իրենց, սակայն հոգեվոր հայրերը հիշեցնում են, որ աղոթքը մոգական բառերի շարք չէ, այլ հանապազ խոստովանությամբ եւ փառաբանությամբ անցնող ճանապարհ։ Աղոթքը մեր կյանքին էությունը պետք է ըլլա։ Մենք անընդհատ պետք է աղոթենք եւ այսօրվա ավետարանական այս արագը մեզի չի փոխանցել միան, որ մենք առավել պետք է աղոթենք, այլ մեզի կսորվեցնե, որ մենք առավել հավատքով, առավել հավատարիմ պետք է աղոթենք։ Եվ աղոթքի փորձառությունը պիտի ունենանք։ Քրիստոս այս արագը պատմերեն յետ կսե. իսկ Աստված որքան պիտի համբերե իր ընդրյալներուն անիրավության, անոնց թադը պիտի չի պաշտպանե, որոնք քիշեր ցերեկ իրեն գտիմեն։ Այդ ընդրյալները մենք ենք սիրելիներ։ Եթե մենք մեզի դված ենք աղոթքին, մենք ենք այդ ընդրյալները։ Ուրեմն Աստված ամեն անգամ, ամեն օր գլսե մեր աղոթքը։ Եվ հետևաբար Աստուծո անմիջական պաշտպանությունը գուցե ուշանա, բայց երբեք չի գործվիր։ Անպայման կհասնի։ Ուրեմն աղոթի եւ աղոթական այս մեր պատրաստության մեջ մենք պետք է թասեր ունենանք սորվելու։ Անոնց մեր առաջինը սիրելիներ խոնարհությունն ու վստահությունն է։ Այրի կնոջ եւ դատավորի մասին առակում հիշեցվում է նաեւ Տիրոջ երկրորդ գալստյան մասին։ Առակը պատմելուց հետո Քրիստոս ասում է. իսկ երբ մարդու որդին գա, արդյոք երկրի վրա հավատք կգտնի։ Մեր ողջ կյանքը պատրաստություն է Քրիստոսի երկրորդ գալստյան։ Մեր եկեղեցին հիշեցնում է, երբ մենք քայլում ենք դեպի Աստված, երբ աղոթում ենք, գալիս ենք եկեղեցի, բարեգործություն ենք անում, ամեն անգամ հանդիպում ենք Տիրոջը, եւ նա է մեզ օգնում չընկրկել, ձեռնարկած գործը ավարտին հասցնել եւ աղոթքի մեջ հաստատուն լինել։ Հաջորդ կիրակի մարտի 22-ին Գալստյան կիրակին է, հոգևորականները կմեկնեն Քրիստոսի երկրորդ գալստյանը վերաբերող ավետարանական հատվածները։ Լիաննա Չիչակյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի եւ ծխական համայնքի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում բանախոսություն նվիրված դատավորի կիրակին։ Այստեղ էր Մասյացոտնի թեմի հոգևոր դասը հավատացյալների հետ միասին։ Անիրավ դատավորի առակիով, անիրավ դատավորի կիրակին է, որտեղ ավետանը մեզ ներկայացնում է, որ ի վերջո այրի կինը, որ չուներ պաշտպան, չուներ օգնական հնարավորություն, իր համառության արդյունքում հասավ ցանկալի արդյունքին։ Եվ առակը մեզ սովորեցնում է, որ ամեն մեկիս կյանքում էլ կլինեն դժվարություններ, նեղություններ, որ կարծեք թե մի պահ մեզ կթվա մենք էլ անօգնական ենք եւ որևէ կերպով մեր
դատը կամ մեր խնդրանքը լուծում չի կարող գտնել, բայց հարատևությունը, աղոթքը գալիս է այդ հարցերի պատասխանը տալու։ Առավելաբար երիտասարդները, ովքեր իրենց կյանքում բազում երազներ ու տեսիլքներ ունեն, որոնք դեռ առջևում են, միգուցե դեռ մշուշում են գտնվում, բայց իրենց նախանձախնդիր աշխատանքի արդյունքում հետևողական իրենց ուսման մեջ եւ հայացք ուղղված դեպի Աստված պիտի կարողանան ի վերջո բաղձալի արդյունքին հասնել։ Եվ այս Կիրակի խորհուրդը մեզ դա է հիշեցնում, որ ի վերջո որևէ աղոթք անպատասխան չի մնում։ Իրավաբանական գիտությունների թեկնածու փաստաբան Ռուբեն Մելիքյանը Մխիթար վարդապետ Գոշը արդար դատավորի որոնումներում թեմայով բանախոսություն կարդաց։ Նորովի ներկայացրեց իրավագետ վարդապետին։ Գոշը համարվում է մեր իրավագիտության մեկնակետը, նշեց Ռուբեն Մելիքյանը։ Նա իր դատաստանագրքով հիմք է դրել դատարանի ձևավորմանը։ Այո, Մխիթար Գոշից առաջ մենք ունեցել ենք իրավաբանություն, մենք ունեցել ենք կանոններ, բայց Մխիթար Գոշը առաջինն էր, որ հայ իրավական ավանդույթ բերեց դատավորին։ Մինչև Մխիթար Գոշ մենք չունենք դատավոր։ Մենք չունենք դատավոր Շահապիվանի կանոններով 444 թիվ մեր իրավական տեքստերի առաջին երևի օրինակը կարող։ Մենք չունենք անգամ վաճառական բարեպաշտի կանոններ, մենք չունենք որևէ այլ կանոնախմբում աշխարհիկի բաղադրիչով եկեղեցական Մխիթար Գոշն է, որ առաջինը ֆիքսվում է այս գործի վրա եւ սա է իրավաբանության սիրտը։ Չկա իրավաբանություն առանց դատավորի, չկա իրավաբանություն առանց դատարանի։ Ռուբեն Մելիքյանը ներկայացրեց դատաստանագիրքը որպես դատական ուղեցույց, որը դարերով օգնել է ձևավորել դատական համակարգված պրակտիկա, ընդգրկելով քաղաքացիական, քրեական, ընտանեկան եւ եկեղեցական իրավունք։ Գոշը 12-րդ դարի վերջին է սկսել իր հայտնի դատաստանագրքի աշխատանքները, որպեսզի կանխի մուսուլմանական դատարանների ոտնձգությունները քրիստոնյաների նկատմամբ։ Վարդապետն այն գրել է միջնադարյան հայ ավանդույթներն ու քրիստոնեական օրենքները համադրելով։ Ով էր Գոշը, որ անգամ լինելով նույնիսկ 1184 թվականին ոչ այդքան հայտնի վարդապետ, դատաստանագիր գրել, օրենսգիր գրել։ Եվ շատերս օրինակ ես պատկերացնում եմ, որ Գոշը այնպես շատ հայտնի մարդ էր, իր համար քայլում էր, մի օր որոշեց ասել, եկեք բռնենք դատաստանագիր գրենք։ Սովորական մարդ էր, ոչ մի պետական գործառույթ չէր իրականացնում։ Եկեղեցում էլ առաջնային դիրքերում չէր այդ ժամանակ, հետո դարձավ։ Բայց դեպքում դատաստանագիրքը ինչ լեգիտիմություն պետք է ունենա։ Որն է լեգիտիմության աղբյուրը դատաստանագրքի դեր դատավորի չեն անցել։ Բացառապես այն ժամանակվա լեգիտիմության թիվ 1 աղբյուրը Աստվածաշունչը։ Գիրք դատաստանին 2025 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային շտեմարանում։ Ժամանակի ընթացքում դատաստանագիրքը հայոց մեջ դարձել է հիմնականորեն դրական ակտը, որը տարածվել է նաև Սփյուռքի հայկական գաղթօջախներում։ Իրականության մեջ երկրներ, որոնք այն ժամանակ դեռ գոյություն չեն ունեցել, մենք ունեցել ենք դատաստանագիր, որտեղ շատ հստակ, շատ ոչ թե այն ժամանակվա, այլ մեր ժամանակների համար շատ առաջադիմական մտքեր ու գաղափարներ, որտեղ կանանց դերակատարությունը շատ հստակ է դրված եղել, հա, այդ հարաբերությունները, ընտանիքում հարաբերությունները, իշխանների եւ հասարակ մարդկանց այսինքն ինքը այնքան ողջամիտ, այնքան գիտակցված, այնքան բարոյականության եւ արժեքների վրա հիմնված փաստաթուղթ է եղել, որ շատ ափսոս կլինի, եթե մենք 12-րդ դարից սկսենք գործածել, ունենանք պետականություն եւ գործածենք այն տրամաբանության մեջ, այն առանցքի շուրջ, որը Մխիթար Գոշն էր հիմքում դրել հատկապես դատավորների, հատկապես արդարադատության համակարգի, մենք հիմա բոլորից առաջ կլինենք։ Ռուբեն Մելիքյանը Մասյացոտնի թեմի երիտասարդների հետ հանդիպումից հետո շտապեց Շիրակի թեմ նույն թեմայով բանախոսություն կարդալու նաև գյումրեցի երիտասարդների համար։ Ռուբեն Մելիքյանի ուշադրության կենտրոնում են հատկապես այն թեմերը, որոնք զգալիորեն տուժել են հակաեկեղեցական արշավից, մասնավորապես արդարադատության պակասից։ Փաստաբանը նպատակ ունի երիտասարդներին փոխանցել իրավական գիտելիք, իրավապահ համակարգի եւ դատաիրավական ավանդույթների մասին պատկերացումներ։ Այսօր նաեւ առիթ է հասկանալու, որ մենք մեր իրավական ավանդույթում ունեցել ենք եւ ունենք դատավորի գործունեության կարեւորման սկզբունքը եւ նաեւ հասկանանք, որ այս վիճակի պատճառներից մեկն էլ նաեւ որ ցավոք սրտի մեր պետության մեջ դա միսուարյուն չի ստացել եւ նաեւ պարտավորություն ու հանձնառություն հետագայում ամեն ինչ անել, որ դա միսուարյուն ստանա, որ դատավորը իսկապես լինի արժանավոր։ Պարոն Մելիքյանի հետ էր հանդիպումը հայ Ռուբենի օրհնությամբ, որպես մասնագետ, որպես իրավաբան շատ կարևոր էր խոսքը, ինչի համար,
Միտքը դրված էր Մխիթար Գոշի դատաստանագրքին, ինչին որ շատ ցավոք ես անձամբ շատ ծանոթ չէի, գիտեի գոյության մասին, բայց ծանոթ չէի, եւ առավել կարեւորվեց այն, որքան ենք արհամարում մեր մեծերին։ Ունենք դատաստանագիրք, բայց ընդհանրապես տեղյակ չենք դրա մասին, ինչը շատ վատ է։ Հանդիպան առաջի կետը երևի էր, որ մենք շատ ուշադիր լինենք մեր մեծերին եւ կարեւորենք այն ամեն ինչը, ինչ որ մեր ժառանգությունը հասե։ Դատավորի կերպարը Սուրբ գրքում թեմայով բանախոսեց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Հայր Սուրբը խոսեց դատավորի կամ դատական իշխանության դերի մասին։ Սուրբ գրքում գործադիրից դատական իշխանության տարանջատման գաղափարը դիտարկվում է որպես աստվածատուր կարգ, իսկ աստվածավախ, արդարամիտ եւ անկաշար դատավորների նշանակումը որպես պետական կառավարման համակարգի զորացման, հասարակության խաղաղ համակեցության, պետության զարգացման կարևոր նախապայման, նշեց Հայր Ռուբենը։ Համակեցության օրենքները հարգող քաղաքացիներ եւ հավատքով սիրո գործերով աչքին կնող հավատացյալներ ունենալու համար շատ կարևոր է ունենալ այն գիտակցությունը, որ Աստված բոլոր իրավունքների եւ օրենքների ակունքն է։ Եվ ապրել Աստծո կամքով բոլորին է ուղված այս կոչումը եւ հատկապես իշխանության այն ճյուղերին, որոնք ապահովում են հասարակությունը փտումից, այլասերվածությունից, անարդարությունից, իսկ իմ գնահատմամբ բոլոր իշխանությունների մեջ, բոլոր տեսակի ուղղությունների մեջ առաջնային են հոգևոր եւ դատական իշխանությունները։ Երբ պետությունը, հասարակությունը հեռանում են Աստծուց եւ նրա արարչադիր սկզբունքներից, աշխարհիկ իշխանությունը սկսում է իրեն դիտել որպես վերջնական հեղինակություն, իրեն վերագրելով այն դիրքը, որը պատկանում է միայն Աստծուն։ Այդ ժամանակ դատարանը արդարադատություն իրականացնող մարմնից վերածվում է պատժիչ հաստատության։ Եզրափակելով իր խոսքը, Հայր Սուրբը շեշտեց, որ դատական իշխանությունը պարզապես իրավական ինստիտուտ չէ, այլ բարոյական եւ աստվածաբանական իրողություն, որի կայունությունն ու անկախությունն են պայմանավորում թե հասարակության համերաշխությունը, թե պետության կենսունակությունը։ Անուշ Առաքելյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Մարտի 10-ից մեկ ամսով Մաշտոցյան մատենադարանում ցուցադրվում է ճանաչված ձեռագրերից մեկը՝ Շուրիշկանի Զորավոր ավետարանը։ Միակ եւ եզակի ցուցանմուշով ցուցադրությունը մեծ ուշադրություն է գրավել, բազմաթիվ այցելուներ կան։ Իհարկե ասացի, որ այստեղ ներկայացվող այս սուրբ ձեռագրերը, պաշտամունքի առարկաները առաջին հերթին իհարկե լայն հանրության կողմից, այցելուների կողմից գուցե ընկալվում են որպես ցուցանմուշ, որովհետև այդպես ներկայացված են, բայց ամեն դեպքում հավատացյալները, կրկին այն համայնքների ներկայացուցիչները, որտեղ այս ավետարանները շատ ձեռագրեր եղել են, շարունակում են նրանց վերաբերվել որպես զորավոր կենթանի իսկապես զորությունների, որոնք անկախ ժամանակից, տարածությունից, ցուցադրման վայրից ու հանգամանքներից պահպանում են իրենց այս հոգևոր ուրեմն մեծ ուժը, այսինքն միշտ այստեղ այցելուներ եղել են, որոնք հատուկ ուշադրություն ունեցել են տարբեր ավետարանների նկատմամբ, դա կլինի Շուրիշկանի ավետարանը, Չարսանջակի ավետարանը, Զորավոր ավետարանը, եկել են եւ այստեղ նույնիսկ հենց ցուցադրության ժամանակ երկրպագություն են արել։ Հայ գրքի պատմության մեջ բազմաթիվ վկայություններ կան փրկության դժվարին ճանապարհ անցած ձեռագրերի, հատկապես ավետարանների մասին։ 15-րդ դարի վերջում ստեղծված Շուրիշկանի հրաշագործ ավետարանը նույնպես իր պատմությունն ու դրա հետ կապված ավանդազրույցներն ունի։ Մատյանը գրվել է Վանի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում, Թուրվանդա անունով կնոջ պատվերով։ Սրբության համբավ ձեռք բերած ավետարանը մի քանի անուն է ունեցել, կոչվել է Պապ, Կարմիր ավետարան, նաև Սուրբ Բարսեղ, թերևս գրչի Բարսեղ քահանայի կամ էլ Սուրբ Բարսեղ կեսարացի վանքի պատվին, որտեղ պահվել է որոշ ժամանակ։ Վերջնական անունը ստացել է Փերիայում, Պարսկաստանում գտնվող հայաբնակ Շուրիշկան գյուղ տեղափոխվելուց հետո։ Այստեղ վանեցիների զորավոր գիրքը նոր անուն եւ նոր հռչակ է ձեռք բերել։
Ավետարանի զորությունը, բժշկության հրաշքների մասին պատմությունը այնպես են տարածվել, որ գյուղը շուտով ուխտատեղի է դարձել ոչ միայն հայերի, այլև պարսիկների, թուրքերի եւ վրացիների համար։ Իսկ երբ 1973 թվականին Պարսկաստանում գրեթե 4 դար պահվելուց հետո ավետարանը Հայաստան է բերվել եւ նվիրաբերվել է Մատենադարանին, ուխտավորների հոսքը ուղղվել է դեպի հայ ձեռագրերի խոշորագույն ինստիտուտ եւ սկսվել է սրբացված եւ զորավոր գրքի նոր ճանապարհը։ Սա անբացատրելի բան է եւ գիտության լեզու եւ գիտության հնարավորությունները հաճախ չէ բավական, որովհետեւ հավատքի հետ է կապված, իսկ հավատքը իսկապես հնարավոր չէ մեկնաբանել, սահմանել եւ այլն կամ չկա, բայց միաժամանակ մենք տեսնում ենք, որ նույնիսկ այս դեպքում, երբ որ տասնամյակներ միայն գիտականորեն են այս ձեռագրերը մատյաններ ուսումնասիրել, բայց այդ հավատը չի կորչել, նրանց նկատմամբ հետաքրքրությունը չի կորչել, մարդիկ իսկապես հավատում են, որ սրանք կենթանի զորություններ են եւ հատկապես ակտիվ են դժվար ճգնաժամային ժամանակներում, ուրեմն պատերազմական պայմաններում եւ նաեւ հենց այս պայմաններում էլ ապավինում են այս ձեռագրերին եւ Մատենադարանն էլ այս ցուցադրությունների միջոցով հնարավորություն է տալիս մարդկանց այցելել եւ առնչվել ձեռագրի հետ ոչ միայն որպես արվեստի բարձրարժեք ստեղծագործության, ոչ միայն գիտական ուսումնասիրության առարկայի, այլ իսկապես կենթանի զորություն ունեցող մի անբացատրելի եւ խորհրդավոր երևույթի։ Մատենադարանի որպես գիտական եւ թանգարանային կառույցի հանդեպ ընկալումը թերևս հենց նման ավետարաններն են փոխել։ Ասում են նույնիսկ նորոգության տարիներին փակ թանգարանի դռները բացվում էին շուրիշկանի ուխտավորների համար։ Նյութական արժեքից ոչ պակաս կարևոր էր պահպանել սերունդների եւ հավատքի կենթանի շղթան։ Իհարկե սրանք մեծ մասամբ գուցե անհատական խնդրանքներ են, բայց նաև մենք հավատում ենք, որ մարդիկ ոչ միայն այս անհատական խնդրանքները կուղեն այս զորավոր ավետարաններին, այլ նաև մեր ընդհանուր բարերարության նվիրված, մեր հասարակական համերաշխության նվիրված, աշխարհի խաղաղությանը նվիրված ընդհանուր աղոթներ կուղեն, որովհետև իսկապես այս ավետարանները ստեղծողները, պահպանողները, միջև Երևանի Մատենադարան հասցնողները հավատացել են, որ այս ընդհանուր աղոթքը, ընդհանրական աղոթքը շատ զորավոր է։ Եվ այստեղ էլ փաստորեն ինքը անհատական է, բայց միաժամանակ ընդհանրական աղոթքի հնարավորություն է տալիս։ Շուրիշկանի հանդեպ ժողովրդի պաշտամունքը զորեղ է մինչ այսօր։ Գրքի հետ կապված պատմական փաստերի, պատմություններից էլ ավելի շատ են հրաշագործությունների մասին վկայությունները։ Վերջին 4-րդ դարում տարին մեկ անգամ զորավոր ավետարանը Մուղնիի Սուրբ Գևորգ է տարվում։ Ուխտավորների եւ հավատացյալների զորավոր հավատի վկայություն են ուխտագնացությունները։ Երբ ավետարանը եկեղեցի է տարվում, մարդկանց բազմություն է հավաքվում սրբավայրում աղոթք հնչեցնելու եւ խնդրակատար ավետարանից մխիթարություն առնելու։ Զորավոր ձեռագիրը ցուցադրելիս Մատենադարանում նույնպես այցելուների թիվն ավելանում է։ Նախորդ ցուցադրությունը ցույց տվեց, որ իսկապես շատ մեծ հետաքրքրություն կա եւ մարդիկ իմանալով եւ նույնիսկ առաջին անգամ տեղեկանալով այս երևույթի ավետարանի Սուրբ ձեռագրի մասին անպայմանորեն այցելում են կրկին եւ հնարավորություն է իրենց համար այս կենթանի զորությանը տարանջվել, նույնիսկ օտարերկրացիները մեծ հետաքրքրություն են դրսեւորում, որովհետեւ իսկապես սա հավատ է ներշնչում։ Ես չգիտեմ այդ հավատը այդ բանը ինչպես է ուրեմն առաջանում, բայց համենայն դեպս նրանք զգում են այդ կենթանի զորությունը այս ավետարանների ձեռագրերի եւ իրենց աղոթքները ուղղում են։ Հերմինե Հակոբյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Իշխանությունների ծավալած հակաեկեղեցական արշավը ոչ միայն խաթարել է եկեղեցու բնականon գործունեությունը, այլև էապես ազդել է հոգևոր համայնքների վրա, որոշ տեղերում հանգեցնելով եկեղեցուց մարդկանց օտարման։ Նոր-Նորքի առաջին զանգվածի Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքն այսօր բաժանված է երկու մասի։ Հավատացյալների մեծ մասն այլևս չի այցելում այս սրբավայր։ Պատճառը հոգևոր հովիվ Տեր-Աշոտ քահանա Սաֆարյանի հակաեկեղեցական արշավին միանալն է։ Համայնքը բաժանված է երկու մասի, ոնց որ ովքեր որ իր կողմնակիցներն են, հիմնականում իշխանամետ այդ զանգվածը, որ գնում է իր պատարակների եւ այն տարեց կանայք, ովքեր հնարավորություն չունեն հեռու տեղեր գնալու, տները մոտ է, ստիպված դեղ են գալիս, մնացածը հիմնականում ուրիշ տեղ են գնում պատարակների։ Չեմ կարող գնամ մի տեղ, որտեղ կա քահանա, ով եկեղեցու նվիրապետական կարգին դեմ է։ Իրանք արդեն իրենց հասկանում եք, իրենք իրենց դուրս են դրել եկեղեցուց, որ
Ստեփան Ասադրյանին կարգալույծ արեցին, այլ էին ասում են կարգալույծ են արել, ասում եմ չէ, կարգալույծ չեն արել, ինքն էր իրեն կարգալույծ արել, ուղղակի վեհապարը հաստատել է իր կարգալույծությունը։ Երբ որ մարդը դուրս է գալիս եկեղեցու կարգի դեմ, արդեն ինք իրեն եկեղեցուց դուրս է դնում, ինքը այլևս այդ եկեղեցու անդամը չէ։ Աստծո դեմ են դուրս եկել, ոչ թե սա միայն կաթողիկոսի դեմ է, այլ սա դուրս են եկել Հիսուս Քրիստոսի դեմ, Աստծո դեմ է սա։ Սա մեր ազգի դեմ է, մեր ազգի դեմ է սա, որը շատ ահավոր է։ Լինել չլինելու հարցն է դրված մեր ազգի։ Եվ իրենք ինձ թվում է շատ լավ հասկանում են այդ բաները, հայրապատիկ անգամ, քան մենք ենք հասկանում։ Դա չգիտեմ, հասկանալով ինչպես են անում, ես դա արդեն չեմ կարող հասկանալ։ Մեր նկարահանող խումբը շաբաթօրն այցելեց Սուրբ Աստվածածին։ Երբեմնի ակտիվ ու համախմբված համայնքն այսօր ըստ էության մասնատված է։ Հոգևոր հովվի հակաեկեղեցական արշավին միանալու որոշումը մեծ վնաս է հասցրել համայնքի բնակիչներին։ Մենք ապրում ենք երկրորդ զանգվածում եւ մեզ համար շատ հանգիստ ուխտի ճանապարհ էր ամեն կիրակի, որ ոտքով գնայինք մեր եկեղեցի, բացի դրանից երիտասարդները մեր հենց երեխաները ընդգրկված էին երիտասարդաց միությունում, կրտսեր սերունդը ընդգրկված էին Կիրակնորյա դպրոցում։ Այս ամենը մենք կորցրել ենք։ Հիմա շուտով ամառ է գալիս, ամռանը մենք ճամբար էինք ունենում համայնքում, պարտադիր բակային, որը էլի ամբողջ համայնքի ջանքերով էր կազմակերպվում։ Ցավում եմ, չգիտեմ ինչ պիտի լինի մեզ հետ։ Հաճախում էի Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցի, երկար տարիներ դեղ եմ մասնակցել պատարակներին, չնայած այս վերջի տարիներին ես կոչվում եմ մասնակցում պատարակներին, բայց իմ ընտանիքը, իմ զավակները հիմնականում Սուրբ Աստվածածնում են մասնակցում պատարակին, երբ որ իրանք միացան այդ հակաեկեղեցական շարժմանը, ես չեմ ընդունում, որ իրանց այդ քայլերը լոկ կաթողիկոսի դեմ են ուղված, իրանց այդ քայլերը ուղված են հենց մեր մայր եկեղեցու դեմ։ Դրանից հետո ես չեմ կարող իմ զավակներին թույլ տալ գնալ այնտեղ մասնակցել պատարակների եւ հաղորդություն վերցնել այն քահանայի ձեռքից, ով միացել է այդ տիրադավ շարժմանը։ Երբ որ մարդը պետք է ոտքով գնար պատարակի մասնակցել ոտքով գարտուն, հիմա ստիպված է տրանսպորտից օգտվի, մանավանդ փոքր երեխեքը ավելի անհարմար է։ Ինձ շատ հարմար էր էլի այդ մեր եկեղեցին առաջին մասիվի, որովհետև դե ոտքով շատ հաճիկով բան այդպես գնում է եւ ժամերկություններին էի մասնակցում եւ ամեն ինչին էլի այդպես շատ, իսկ հիմա չեմ կարող ժամերկությունների մասնակցել, որովհետև դե հերույ է, ասենք 5-րդ մասիվ գնում եմ, բայց այդտեղ մոտ էր էլի, ոնց որ այսպես հարազատ էր եւ միջավայրը եւ ամեն ինչ էլի։ Հիմա արդեն բոլորս այսպես բաժանվել ենք իրարից, տարբեր տեղեր։ Իմ աղջիկն էլ չի գնում, աղջկաս երեխան էլ չի գնում, որը խորաներ բարձրանում։ Սուրբ Աստվածածին եկեղեցու դպրած դասից այսօր միայն մի սպասավոր է խորան բարձրանում։ Նույն իրավիճակն է նաև երգչախմբի պարագայում։ Մեծ տոների ժամանակ պատարակը չի հնչում եկեղեցու նախկին երգչախմբի կատարմամբ։ Փոխարենը հրավիրյալ երգչախումբն է պատարակ երգում։ Արմեն Մարկոսյանը Սուրբ Աստվածածին եկեղեցու դպիրներից էր։ Խորան բարձրանալ դադարել է դեկտեմբերի 18-ի դեպքերից հետո, երբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տեսել է Տերաշոտին եկեղեցու եւ Հայոց Հայրապետի դեմ դուրս եկած եպիսկոպոսների շարքերում։ Հենց հաջորդ կիրակին արդեն ես չբարձրացա խորան։ Շատ զարմացած եմ։ Մինչև հիմա զարմացած եմ, որովհետև կարծում եմ, որ ի սկզբանե այս շարժումը ձախողման էր հաստատ գնում, որովհետև չի կարող Քրիստոսի եկեղեցին պարտվել, դերություններ սխալնել, բնականաբար յուրաքանչյուր բնագավառում կան, առավել ևս հոգևոր բնագավառում, որովհետև չարի ազդեցությունն է, անընդհատ հարձակումներ, բնականաբար ավելի հզոր հարձակումներ, ավելի ծանր դեպքերով, ելքերով, եկեղեցին էլ ազդեցության տակ կարող էր ընկնել, ունենալ թույլ տեղեր, որոնք պետք է ներքին լուծումներ ստանային, ոչ թե ասենց արտաքին, ինչ-որ քաղաքական քայլեր կամ չգիտեմ շարժում, որը պիտի փորձի դրսից եկեղեցին վերանորոգել։ Եկեղեցու երիտասարդաց միությունը, որ երկարամյա ակտիվ գործունեություն էր ծավալում համայնքում, նույնպես ցրվել է։
Միության անդամները խուսափեցին տեսախցիկի առջև զրուցելուց։ Համայնքի բնակիչներից Նունե Մարկոսյանը պատմեց, որ բազմիցս փորձել են խոսել Տեր Աշոտի հետ, հասկանալու հակաեկեղեցական արշավին միանալու նրա դրդապատճառները։ Առաջինը ինչու Տեր հայրը չի խորհրդակցել համայնքի հետ, որովհետև ինքը ներկայացնում էր համայնքը։ Բացի դրանից հարց տվեցինք արդյոք վեհափառ հայրապետի ընտրությունը ինքը վավեր է համարում։ Ինքը խուսափեց այդ հարցին պատասխանելուց։ Մինչ այսօր պատերակներին չի զեղչվում վեհափառի անունը, բայց ուղերձը վեհափառ հայրապետի Սուրբ Ծննդյան առիթով չի թույլ տվել, որ էջում տեղադրվի։ Այդ պատճառով երիտասարդներին նույնիսկ ասել է, որ իրավապահ օրգանների հետ գործ կունենան, եթե շարունակվի անհնազանդությունը, այսպես ասած։ Տերհոր հնչեցրած սպառնալիքներից հետո երիտասարդները որոշում են կայացրել եկեղեցու ֆեյսբուքյան էջի կառավարումն ամբողջությամբ փոխանցել Տեր Աշոտին եւ այլևս չայցելել Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Տեր Աշոտը Սուրբ Աստվածածնում ծառայության է անցել այն ժամանակ, երբ նախորդ երկու քահանաները Տեր Նշանն ու Տեր Զարեհը կարողացել էին տարիների ընթացքում ձևավորել միասնական եւ համախմբված համայնք։ Մեր երիտասարդներից մեկը կոնկրետ հարց տվեց, ասեց Տեր հայր, դուք գիտակցում եք, որ համայնքը ծրվելու է։ Ինքը աշխատեց չպատասխանել, հետո ասեց, որ ինքը միայն երկրի ղեկավարին պիտի ենթարկվի, թեկուզ դա պոլիփայտ լինի։ Նվիրյալ քրիստոնյաները, եկեղեցու նվիրյալ զավակները միանշանակ չեն կարող անտարբեր անցնել այս ամենի անտարբերություն ցուցաբերել այս ամենի շուրջ։ Երբ որ մարդիկ տարիներով նվիրված են եղել եկեղեցուն ու հանգարց իրանց են սիրելի հոգևորականը մեկ էլ տեսար դուրս է գալիս եկեղեցու դեմ, մարդիկ շոկի են ենթարկվում, չէ։ Ստրես են տանում մարդիկ։ Իհարկե գայթակղությունը շատերի համար, ովքեր նոր են սկսում քայլեր կատարել, չնայած մենք չասենք, թե կայացած քրիստոնյաներ են, քրիստոնեությունը անվերջ անսպառ process է։ Մենք բոլորս էլ անընդհատ պիտի լինենք քրիստոնեության մեջ ու դա ապրելակերպ պիտի լինի։ Դրա համար այդ ռիթմի խախտումը, ասենք, ովքեր ավելի երկար են քրիստոնեության հետ առնչության մեջ, ապրում են այդ կյանքով, իրենց համար ավելի ցավոտ է դա։ Ովքեր նոր են մտել, շատ բաներ չգիտեն, նրբությունների հետ հաշվի չեն նստում ու բնականաբար կարծում եմ գայթակղություն կլինի։ Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը Սրապիոն Ադամյանի նախաձեռնությամբ Հայոց Հայրապետին ուղղված նամակ է գրել։ Նամակում հավատացյալները խնդրում են կարգալույծ անել բոլոր այն հոգևորականներին, որոնք դեմ են դուրս եկել նվիրապետական կարգին, նպաստում են եկեղեցու պառակտմանն ու հերձվածի առաջացմանը։ Մեր քրիստոնյա եղբայրներն էլ շատերը ստորագրել են, այնտեղ մի 2-3 էջ ստորագրություն եղել, կոնկրետ քանակով չեմ կարող ասեմ։ Փորձեցինք մեր հարցերի պատասխանները ստանալ անձամբ եկեղեցու հոգևոր հովվից, խոսել հավատացյալների դժգոհությունների մասին եւ պարզել ինչ քայլեր է ձեռնարկում համայնքային կյանքը վերականգնելու ուղղությամբ։ Մեր այս հարցերին քահանան պատասխանել չցանկացավ։ Այս հարցերին չենք պատասխանում։ Հատկանշական է, որ Տեր Աշոտը նախկինում չէր խուսափում մեր տեսախցիկից եւ լրագրողների հարցերից։ Փոխարենն այժմ միայն իշխանամետ լրատվամիջոցների հետ է զրուցում այսպես կոչված եկեղեցու բարենորոգումների մասին։ Անուշ Առաքելյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել, որում ասվում է. Նորին Սուրբոծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի մարտ 16-2026 թվագիր հայրապետական տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից եւ կոչվել հանգստյան իր գրավոր եւ բանավոր դիմումների հիման վրա։ Հայրապետական տնօրինությամբ Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները, ասվում է հայտարարության մեջ։